Anna. Merhaba. Պատրաստենք։ Խոսում Առավոտյան ինչ տեղի ունեցավ, դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա, երևի Շուշի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ոնց որ սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետի տանելու օպերացիան, խայտարակություն էր, շենք մտնել անհնար էր, փաստացի ԱԱՑ-ականները եւ ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում եւ Երևանից եկած, օկուպացել էին Գյումրու քաղաքապետարանը, ով ներս մտավ, ներսում մնաց, ով դրսում էր, դրսում մնաց։ Շուրջ 6 ժամ տևեց գործողությունը, հակաօրինական օկուպացիոն գործողությունը Գյումրու քաղաքապետի նկատմամբ նրա դեմ, քաղաքապետի աջակիցներն էին նաև քաղաքապետարանում, էս էր, երկու անգամ քաղաքապետը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցներ ժողովրդին, բայց մարդիկ թույլ չտվեցին, որպեսզի քաղաքապետը գնա ոստիկանության ուժերի հետ, որովհետև ունեին տխուր օրինակ Սրբազանի, մեր Միքայել Սրբազանի տանելու, եւ մարդիկ գոռում էին չգնաք, որովհետև կխապեն, կտանեն ձեզ։ Այդպես էլ արեցին ոստիկանությունը, ինչքան հասկացանք ոստիկանության պետի տեղակալներ էր ներգրաված, պետի երկու տեղակալներն էին, եկան, այդ ընթացքում, որ ժողովուրդը բողոքում էր, իրանք այն մի մուտքով փորձեցին ջարդելով դռները, ջարդելով թուրքերի ձևով, թուրքական մեթոդաբանությամբ, պատուհան ջարդել, դուռ ջարդել, հետևի դռնից գողացան տարան, առևանգեցին քաղաքապետին իր պաշտոնական աշխատավայրից։ Գարսյանը դեմ չէր, որ գնար իրավապահ մարմինների հետ։ Գարսյանը այնքանով դեմ չէր, որ ասում էր գնան, որ գործողությունը ժողովուրդ հանդարտվի։ Սա էր, բայց ժողովուրդը թույլ չտվեց և իրանք գողացան քաղաքապետին, սա է ճշմարտությունը։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցնծության մեջ է, մենք կարդում ենք, նախ մինչև էդ էինք կարդում որոշ իրենց կուսակիցների հայտարարությունները, ժողովուրդ ջան համբերեք, բան չմնաց, բացեք կարդացեք ֆեյսբուքյան գրառումները, այն մեկը Սարիկ Մինասյանը ինչ է ելել, հայտարարել է աղվեսը 2 ոտքով թագարդն ընկավ, կենտանաբանական աշխարհի հետ է ինչ-որ երևույթներ նույնացնում, այսինքն սա պլանավորված գործողություն էր և դուք էլ գիտեք, որ ազգային ժողովի ամբիոնից էլ էին, չէ, հնչում սպառնալիքներ ուղիղ, նախ ընտրական շրջանում ասվում էր պատվալները կլկցենք, ԱԱՑ-ի պատվալները կտանենք, դե հիմա մարդիկ խոսքը գործի վերածեցին, մարդիկ չէ կներեք էակներ և եկան այդպես հարձակվեցին, քաղաքը ընդ որում մենք հիմա Երևանից գալիս ենք, ամբողջ ճանապարհին ոստիկաններ են կանգնած, այստեղ մտանք այս ձեր հրապարակից մինչև այս խաչմերուկը, էլի ոստիկանական ուժեր էին կուտակում, լավ ինչ է ուզածը։ Ժողովուրդը գալիս է այստեղ։ Կային, այո, մեր հետևից էլ եկող մարդիկ կային, գիտեք, բոլորը պարտավոր են լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Լիլիթ, դուք ձայնագրությունը լսել եք, այնտեղ Վարդան Ղուկասյանի ձայնն է, թե ոչ։ Ուրեմն ես ձայնագրությունը չեմ լսել, բայց ես դրանից առաջ, հիշում եք ավականունիստից առաջ քաղաքապետը իր ձայնով ձայնագրությունը դրեց, թե ինչ էին տարածում։ Հիշում եք, չէ, որ ասեց հələ նայեք ինչ են սարքել, այնքան հիմա հեշտ կարելի է սարքել այդ ամեն ինչը եւ միանշանակ, այսինքն եթե ասվեց, չէ, քաղաքական գործիքներ, հիմա այդ ձայնագրությունը քաղաքական է, ռեպրեսիվ է, մտածված է, շինձու է, այդ արդեն դուք տեսեք։
Դուք Ինաղիկյան շտապ օգնություն է եկել հակակոռուպցիոն կոմիտե, տեղյակ եք պարոն Ղուկասյանի առողջական վիճակի մասին։ Անկեղծ ասած, մենք ինֆորմացիան ստացանք ձեզանից, այստեղ հավաքված լրագրողներից, մեր ունեցած տվյալով, այո, պարոն Ղուկասյանի առողջական վիճակն է վատացել եւ ինչ որ շատ ինչ որ գործողություն է կատարել շտապ օգնությունը եւ հեռացել։ Այդպես է, թե չէ, դուք եք տեսել այդ ամեն ինչը։ Որևէ ոչ մի բանից տեղյակ չենք, հիմա միասին փորձենք ճշտել, թե ինչ կարող ենք իմանալ։ Բացի դուր պատուհան ջարդելուց, որ նշում եք, նաև տեղեկություն կա, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ բիրտուժ է կիրառվել, այդ թվում տարեց մի կնոջ, տարեց մի աշխատակից։ Բիրտուժ կիրառում են, ընդ որում գիտեք այդ աշկիրը որն է, որ այն պատուհանը, որը իր համար անմեղ պատուհան էր, ասենք ֆրունզիկի ասած հացուսող կերած պատուհան էր, գնացել ոստիկանները կոտրել են։ Ինչի համար դրոշն էին առել, դրոշով խփել էին պատիգան։ Ես մտածում եմ, որ քաղաքապետան իրենց դեմ տեխնիկա է օգտագործել։ Ես ընդամենը տեսել եմ, որ համազգեստով մարդիկ կլավիատուրան ձեռքերը, համակարգիչները ձեռքերը դուրս էին գալիս։ Ես հարցնում ունեմ այդ ջրցան մեքենա։ Հա, այդ ինչի են տարել, ես չգիտեմ։ Դրա քաղաք ուզում են պարալիզացնել երևի, որ ասենք մարդիկ զայրանան, որ աղբը չհավաքվի, այս չելնի, այն չելնի, երևի այդ է նպատակն եղել, ընդ որում վարորդներին էլ հետն են տարել։ Եթե ենթադրաբար հանկարծ կալանքի միջնորդություն լինի, քաղաքապետարանում աշխատանքը, քաղաքի ղեկավարումը ո՞նց է։ Պետարանում աշխատանքը չի ծախողվելու, վաղվանից կանոնավոր ոնց եղել է կաշխատի, այդ ով որ ուրեմն ինչ որ փոխքաղաքապետը այդ պահին մի բան է ասել, սկսեցին շրջանառել եւ ինչ որ սադրանքներ են տեղի ունենում, հարգելի ժողովուրդ, հարգելի համակարգացիներ, քաղաքապետարանի աշխատողներ, վաղվանից կանոնավոր գնում ենք աշխատանքի, միայն մեր աշխատանքով ենք հասնելու արտարությանը։ Տիկին Աղիկյան նախորդ անգամ երկփորձում էին պարոն Ղուկասյանի զրահապատ մեքենան տանել բաժին, նա ասաց, որ նախապես նկատել էր եւ գիտեր, որ այդ օրը գործողություն է կատարվելու։ Այսօր առավոտյան ինչ դրամատրություն էր, նա տեղյակ էր կամ նախապես գիտեր, որ կատարվելու է այս քննչական հատուցումը։ Ես անկեղծ ասած չգիտեմ նախապես տեղյակ էր թե չէ, բայց տևական ժամանակ անձամբ ես եմ նկատել քաղաքապետի տան մոտ դրոններ էին պտտվում երեկոյան, մասնավորապես քաղաքի տոնից հետո։ Ես դա ուրեմն տեսել եմ, պատահական զբոսնում էի եւ ցույց եմ տվել քաղաքապետին եւ այս գործողություններն որ փնտրեմ պիտի գտնեմ, էլի, այսինքն էլ ինչ է պետք, որ հրահանգը իջեցված է ամբիոնից, ինչ է պետք, ասում է, был бы человек, статья найдется։ Սարիկ Մինասյանն ասում է, փորձված աղվեսը երկու ոտով է թակարդ նկնում։ Ինչ ասեմ, իսկ ինքը ինչ է։ Հենց նոր հրապարակում նայում էի, իր պատկից հարևանը բողոքում էր, որ ինքը ապօրինություն է արել, բերել է խանութի փոխարեն ինչ-որ լավտո լվացման կետ է տրել, այդ մարդու վրա ելով որ բողոքել է, գործ են հարուցել, ինքը ինչ է։ Դուք Վարդան Ղուկասյանին Լիլիթ միջև ձերբակալելը տեսաք։ Ես անկեղծ ասած մինչև ձերբակալելը չեմ հասցրել, բայց երբ որ դուրս եկավ ինքը ժողովրդի մոտ, այդ ժամանակ եմ հասցրել հասցրել եք հաց տալ, ձայնա, ինքը կաշառվեց։ Ոչ մի բան, այնտեղ 3 կարտոն ԱԱՑ-ական եւ ոստիկանական բան կար, մարդիկ էին կանգնած, մոդենալ իրեն ինչ որ բան ասել, մեզ էլ հետ էին շպրտում։ Իսկ մի տեղեկության մասով բացի Գյումրու քաղաքապետարանի խուզարկությունից ասում են նաև խուզարկել են իր օֆիսը, գրասենյակը, կա նման բան թե ոչ։ Այդ ինֆորմացիան չունեմ, ճանապարհին ենք եղել, կարող է ամեն ինչ էլ լինի։ Չեք բացառում, որ կկալանավորեն։ Չեմ ուզում ենթադրություններ անեմ, հավատում եմ, որ պիտի որ Եվրոպան եւ մնացած միջազգային կառույցները տեսնեն այս անիրավությունը, վերջը ինչքան կարել է, ինձ էլ տարան մի ամսով փակեցին։ Մի ամսով Աբովյան քրեակատարողական հիմնարկում ի վրա խուլիգանություն են նկարել։ Ինչ եմ արել, ընդամենը ասել եմ, որ դադավորը կոռումպացված է։ Այդ ո՞նց է այդ կոռումպացված դադավորի հետևից չեն գնում։ Լրագրող եմ, հայտարարություն եմ արել, հետաքննական բան եմ արել, նյութեր ունեմ։ Բայց այստեղ եկել եք անմիջապես ինչ-որ մի ցայնագրության հիման վրա տանում եք մարդուն ընդրված օպոզիցիոն քաղաքապետին, որը գտնվել է աշխատավայրում։ Սա ի՞նչ է։
Իսկ մյուս ձերբակալվածների մասով տեղեկություն Որևէ ինֆորմացիա չունեմ, 8 հոգու մասին է խոսում, ինչ որ մեկը մեր գլխավոր ճարտարապետ Հենրիկ Կասպարյանն է, մնացածներից ինֆորմացիա չունեմ։ Քաղաքապետարանի աշխատակիցները։ Իմ ունեցած տվյալով այո։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հիշատակած հասցեով ինչ որ մեկը գնացել է, կա այնտեղ ինքնական կառուցված շինություն, ով է դրա տերը։ Ես բացարձակ հարգելի փայլակ տեղեկություն չունեմ, բացարձակ թե ինչ է տեղի ունեցել, կներեք ինֆորմացված չեմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք աշխատել հակակոռուպցիոն կոմիտեի մոտից, որտեղ այս պահին գտնվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Կարճ հիշեցնեմ, ինչ է տեղի ունեցել այսօր, վաղ առավոտից ABC մեդիայի խմբագրությունը Գյումրու քաղաքապետարանից ահազանգ ստացավ, որ ԱԱԾ-ականները մի քանի տասնյակ աշխատակիցներ ներխուժել են Մեր վարգյանը մի հատ էլ ճշտեմ ու Բայց դեպի տեսախություն գրասենյակի խոզարկության դու հմի ովքեր են քանի ուսին 8 հոգի է 90-770 ջիպ է Պաստերի ոստիկանություն է թե Երևանում։ Համի դուք օֆիսում եք, իրանք էլ մտել են օֆիս։ Ինչ կուզեն, ֆռան թե մտել են։ Ֆռան թե մտել են։ Հա։ Լավ, հասկացա, լավ։ Մեր վարգանում ժողովուրդ։ Տեսել եք զանգերից հաստատեք մեր կան, էլի, ստոր Շուչուր, հա, շուչուր։ Ինչ է եղել։ Լավ, հասկացա, վсё, լավ, հասկացա, վсё։ կպտտվեք նոր։ Մի վարդան, ալո։ Հետո։ Ում է զանգել։ Դեպի կպտտվեք։ Այս կողմ կպտտվեք։ Մի վարգյան ժողովուրդ։ Հենց նոր տեղեկություն ստացվեց Գյումրիից, որ ոստիկանության որոշ ուժեր է ներգրավում քաղաքապետի գրասենյակի մոտ, որը Մայրկովսկի փողոցի մոտ է, համար ասեցին 90 չգիտեմ ինչ մի հատ Kia է, մի հատ Jeep է, ուրեմն հիմա էլ մտնում են ինչի հիման վրա ոստիկանություն, այո, նու այդպես ինձ փոխանցել են, պատրաստում են մտնել, ուրեմն այդ ինֆորմացիան է, մարդիկ փոխանցեցին հենց նոր դա ձեր ներկայությամբ։ Հաստատի քաղաքապետանից բացի նաև գրասենյակ։ Այո, փորձում են, ամեն դեպքում ասեցի մտել են, ասում է, այստեղ են կանգնած մեծ թվով ոստիկաններ։ Էս կանա։